Մյուս տարի այսօրը բոլորից սպասում Երևանում։ Մյուս ամիսել ես եմ մեկնում տղերք։ Լուրջ։ Չէիր ասել աբո։ Հա, ժամանակն ամեն ինչ փոխելու տղերք։ Վերջը համոզելու եք, ես էլ գնամ։ Ժիրոջան մի հատ խնդրանք ունեմ էլի քեզ։ Քանի որ գիտարով եկել ես, մեր երգի, խնդրում ենք բոլորս։ Սիրով, լավ։ Ապրես։ Կան շատ հարցեր, որ չունեն պատասխան, թե ինչեր եղան ու ոնց, որ մի օր հերոսներ կփնտրեն ապաստան, որ եղել են բերդեր ու ամրոց, դուք օր ու գիշեր ռումբերի պայթունից, պահել եք սուր փողը կյանքով, մահը ձեր աչքերում մեր սրտում է լավոր, սպասել ենք ձեզ երազանքով, գնդապել քո մասին է այս երգը, ես գիտեմ քո խորվերքը, ուտված քո կռիվը դաշտում, թե ինչքան ես երկիրդ պաշտում, գնդապել քո մասին է այս երգը, ես գիտեմ քո խորվերքը, ուտված քո կռիվը դաշտում, թե ինչքան ես երկիրդ պաշտում, և ուր էլ լինես այս կյանքի ճամփեքին, ու թեկուզ մալողից շատերում, վերադարձել և Մարտական ընկերներիդ խաղաղության մեջ հանդիպելը անսովոր մի բան է։ Կռիվների ձայների տակ երազում ենք խաղաղության մեջ իրար հետ նստելու, զրուցելու մասին, ու չենք էլ մտածում, որ այդ զրույցները ամենաշատը մեր հերոսների մասին է լինելու։ Պատերազմից հետո դու ապրելուդ համար մեղավոր ես զգում քեզ։ Ապրում ես իմանալով, որ լավագույնները գնացին, թողնելով քո վրա այս մի բուռ հայրենիքի հոգսը։ Մի բուռը, դրա համար ենք այսքան սիրում։ Բայց հայրենիքը հեռավորություն չի սիրում։ Դրա համար ես հետ եմ գալիս։ Ես տուն եմ գալիս։ Իմ տուն, իմ մի բուռ տուն։ Գալիս եմ, որ միասին բուժենք մեր վերքերը։